Ողջույն բոլորիդ Intellect TV-ի YouTube kanaliքում եւ այսօր կխոսենք դասական նույնիսկ սպորտային մայթեի կանոններից։ Յուրաքանչյուր խաղի մասնակցում է 10 խաղացող։ Խաղը բաժանված է էտապների՝ գիշերներ եւ ցերեկներ։ Գիշերները բոլորը ընդունում են ճիշտ գիշերային դիրք՝ ձեռքերը ուսերի, գլուխը ցած։ Ինչպես նաեւ միացում է բարձր երաժշտություն։ Խաղը սկսվում է դերերի բաժանումից։ Խաղացողները պատահականության սկզբունքով բաժանվում են սևերի եւ կարմիրների։ Մեր ակումբում դերերի բաշխումը կատարվում է հետևյալ կերպ։ Խաղավարը իր առջև է դնում 10 դերերի քարտերը։ Մասնակիցները հերթով բացում են իրենց աչքերը եւ ցույց են տալիս քարտի համարը։ Խաղավարը ցույց է տալիս այդ քարտը եւ համապատասխան ժեստը։ Կարմիրներ, սևեր, շերիֆ եւ դոն։ Սևերի գլխավոր նպատակն է ձևանել կարմիր խաղացող եւ խաղից հերթով հանել կարմիրներին։ Սևերը խաղում 3-ն են, որոնցից գլխավորը դոնն է, հենց նա է որոշում մայթեի զոհերին։ Դերերի բաժանումը տեղի ունենում գիշերվա ընթացքում, հենց գիշերից էլ սկսվում է խաղը։ Այդ պահից սկսած ցանկացած գործողություն կատարվում է միայն խաղավարի ասելուց հետո։ Աչքերը բացում են սևերը։ Սևերը ծանոթանում են, դոնը ժեստով ցույց է տալիս, որ նա դոնն է եւ նրանք որոշում են իրենց զոհերին։ Մայթան պետք է հիշի իր զոհերի հերթականությունը, քանի որ հաջորդող գիշերները նրանք աչքերը այլևս չեն բացելու։ Առաջին գիշերվա վերջում, սևերի հեռանալուց հետո, առանց աչքերը բացելու, շերիֆը ցույց է տալիս խաղավարին, որ գիտի իր տերը։ Ինձ օրակայվար վեց սրտիկ են ցույց տալի։ Դրանք հաջորդվում է 30 վայրկյան ազատ դիրքը, որի ընթացքում առանց աչքերը բացելու խաղացողները կարող են երգել, պարել կամ պարզապես վայելել։ Անցնում ենք ցերեկային փուլին։ Այս փուլում յուրաքանչյուր խաղացող ունի մեկական րոպե իր մտքերը արտահայտելու, այլ խաղացողների խոսքը վերլուծելու, ինչպես նաև սև եւ կարմիր խաղացողների մասին ենթադրելու համար։ Կարևոր է նշել, որ թույլատրված է խոսալ միայն ձեր րոպեվա ընթացքում, այլապես կտրվի նկատողություն։ Երրորդ նկատողության դեպքում դուք խոսում եք արդեն 30 վայրկյան 1 րոպեի տեղը, իսկ 4-րդ նկատողությունը դա հեռացում է առանց խոսքի իրավունքի։ Նշեմ նաև, որ ժեստերով խոսելը թույլատրված է, ինչպես նաև դա խաղի անբաժան մի մասն է։ Ժեստերի մասին ունենք առանձին հոլովակ։ Խաղում արգելված է երդվել, վիրավորել այլ խաղացողներին, ինչպես նաև ինքներդ ձեզ։ Ցերեկային փուլում ձեր ժամանակի ընթացքում կարող եք դնել թեկնածություն, ասելով, օրինակ, ընդունեք համար 1-ի թեկնածությունը։ Հենց այդ ձևակերպումով են ընդունվում թեկնածությունները, ինչի վրա խաղավարը պատասխանում է համար 1 ընդունված է։ Նշեմ, որ յուրաքանչյուր խաղացող կարող է դնել միայն 1 թեկնածություն։ Այսինքն, եթե մենք ասում ենք ընդունեք համար 1, 2 եւ 3, ընդունվում է միայն առաջին թեկնածությունը։ Համար 1 ընդունված է։ Բայց եթե ձեզանից առաջ այլ խաղացող արդեն դրել է համար 1-ի թեկնածությունը, ընդունվում է հաջորդ թեկնածությունը, այսինքն համար 2-ը։ Խաղավարը ասում է համար 1 հաստատված է, համար 2 ընդունված է։ Եթե առաջին շրջանի ընթացքում լինում է միայն 1 թեկնածություն, ապա քվեարկություն չի լինում եւ անցնում ենք միանգամից գիշերվա փուլին։ Բոլորը կրկին ընդունում են ճիշտ գիշերային դիրք։ Մայթան դուրս է գալիս որսի։ Ձեռքերով ցույց են տալիս կրակվող խաղացողի համարը։ Եվ միայն եթե բոլոր 3 խաղացողները ցույց են տալիս նույն համարը, նրանց որսը համարվում է հաջողված։ Մայթան հեռանում է։ Դրանից հետո աչքերը բացում է դոնը։ Դոնը փնտրում է շերիֆին, ցույց է տալիս կասկածյալի համարը եւ վարողը տալիս է պատասխան։ Այդ շերիֆն է, թե ոչ։ Դոնի հեռանալուց հետո աչքերը բացում է շերիֆը։ Շերիֆը միակ կարմիր խաղացողն է, որը գիշերվա ընթացքում կարող է ստուգումներ կատարել եւ իմանալ այլ խաղացողների գույնը։ Հենց այդ պատճառով է, որ դոնը եւ սևերը փորձում են հնարավորինս շուտ գտնել շերիֆին եւ հանել նրան խաղից։ Շերիֆը ցույց է տալիս խաղավարին կասկածվող խաղացողի համարը եւ ստանում է պատասխան։ Այս նշանով ցույց ենք տալիս, որ խաղացողը կարմիր է եւ այս նշանով, որ խաղացողը սև է։ Շերիֆը կարող է բացվել ցանկացած ժամանակ, ինչպես նաև խաղը լքելուց։ Շատ հաճախ խաղում որպես շերիֆ է բացվում նաև դոնը, կարմիրներին շփոթեցնելու եւ իր թիմ վերցնելու համար։ Շերիֆը հեռանում է, քաղաքում ցերեկ է։ Կրակվող խաղացողը ունի 1 մահախոսական րոպե իր կասկածները արտահայտելու համար։ Դրանից հետո բոլոր խաղացողները արտահայտում են իրենց մտքերը մեկական րոպեում եւ դնում են թեկնածություններ։ Անցնում են քվեարկության փուլին։ Ժեստերը դադարեցված են։ Վարողը ասում է թեկնածուի համարը եւ բոլոր այն խաղացողները, որոնք կողմ են այդ մասնակցի խաղը լքելու, դնում են իրենց ձայնը։
Ձայնը դրվում է այս ձևով, այլապես ձայնը չի ընդունվում։ Բոլոր մասնակիցները պետք է քվեարկեն որևէ մասնակցի օգտին, այլապես իրենց ձայնը անցնում է վերջին թեկնածուին։ Ամենաշատ ձայները հավաքող խաղացողը լքում է խաղը, ունենալով մահախոսական րոպե։ Այսպես միմյանց հաջորդում են ցերեկներն ու գիշերները։ Կարմիր թիմը հաղթում է, երբ խաղից հեռացնում է բոլոր սև մասնակիցներին։ Սևերի հաղթանակ է ճանաչում, երբ խաղում մնում է հավասար քանակությամբ սև և կարմիր խաղացող։ Վստահ ենք դուք շատ կհավանեք այս խաղը։ Նշեմ նաև, որ խաղում կան բազում այլ նրբություններ, որոնց կծանոթանանք այլ հոլովակներում, ինչպես նաև հենց խաղի ընթացքում։ Կհանդիպենք։